Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ի վերջո հայտարարեց, որ Բարգավաճ Հայաստանը խորհրդարան չի կարող անցնել, այս մասով ձեր դիտարկումները հաշվի առնենք նաև, որ դուք նախապես մեր հետ զրույցներում պարբերաբար, երբ փորձում էինք հասկանալ ինչ իրավիճակ կստեղծվի, նշում եք, որ եթե ընդդիմադիրները այսպես շարունակեն, ապա օրվա իշխանությունը կրկին հաղթանակելու է, այս մասով նաև ինչու եք այդ եզրահանգմանը եկել։ Նախ ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կապված անցքերին, ապա ես ասեմ, որ սա աննախադեպ իրավիճակ է եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել օրենքի խախտում իմ կարծիքով եւ հետեւաբար թե ինչ կորոշի համանրական դատարանը, որ գործընկերները դիմում են, ժամանակ երևա։ Սա աննախադեպ խախտում է, այսպիսի խախտում, ասենք ես չեմ լսել, որ որևէ տեղ որևէ ժամանակ եղած լինի։ Հետևաբար սա լուրջ վտանգ է, իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում իշխանության ձևավորման լեգիտիմության հետ կապված։ Պարոն Աղազարյան, օրինակ ԿՀ նախագահը հարցազրույց էր տվել լրատվականներից մեկում եւ հայտարարել է, որ Բարգավաճի պատճառով հո ընտրություններ չէի կեղծելու, դա ինչ է նշանակում։ Չէ, նախ բնականաբար Պարոն Հովակիմյանը չէր գալու ասել, սենց է գալել, լավ ենք արել։ Մի բան պետք է ասել, բայց այդ մի բան պետք է ասել, երբ որ ինքը ասում է, չէ ոտնահարենք եւ մյուսների իրավունքները, որը բան է, իհարկե մանիպուլյացիա է։ Այդ դեպքում ամբողջ Հայաստանում հասկացվեր վերակերակցությունը, որովհետև գիտեք ինչ կա, եթե կեղծվում է կամ սխալաթույլ տրվում 10,000 ձայնի հետ կապված, 20,000 ձայնի հետ կապված, բայց դրանք չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա, դա մի իրավիճակ է։ Իսկ եթե տեղի ունենում 54 ձայնի հետ կապված, եւ դա ազդում է ընտրությունների արդյունքի վրա, ասենք այս ուժը մտնում է խորհրդարան, թե չի մտնում։ Հավանական կառավարող ուժը ունենում է 2/3 ձայների մեծամասնություն մանդատների հաշվարկով, թե չի ունենում։ Սա լուրջ անցումային իրավիճակներ են եւ հետեւաբար այստեղ պետք է մի քիչ ձևավորվել։ Պարոն Աղազարյան, ընդդիմադիր ուժերը այսօր հայտարարեցին, որ պատրաստվում են դիմել, մի մասը դիմել է սահման ընտրական դատարան, այդ դատարանից ընտրությունների հետ կապված արդյունքների իմաստով ինչ սպասելիքներ ունեք, նոր ընտրություններ կկազմակերպվեն թե ոչ։ Ես կարծում եմ, որ ընդհանուր միջև կարող է պատահել համանրական դատարանը որոշում կայացնի նոր ընտրություններ անցկացնելու, որովհետև ըստ լուրերի ոչ ապացուցված դեռևս դատարանի վճռներով, առանց դատարանի վճռների բացակայության վարչապետը հայտարարում է, որ մասսայաբար ընտրակաշառքներ են բաժանվել, մասսայաբար։ Ինքն իր իշխանությունն է, չի կարծել դեմն առնի։ Մյուս կողմից էլ Բարգավաճ Հայաստանի հետ կապված դեպքը, այս երկուսը եթե գումարում ենք իրար, ապա ակնհայտ է դառնում, որ պետք է վերակերակցություն ամբողջ Հայաստանով կամ նոր ընտրություններ։ Բայց համանրական դատարանը ինչ կորոշի, թե ինչ չի որոշի, դա արդեն դժվար է ասել։ Բայց բոլոր դեպքերում քայլը պետք է կատարվեր ընդդիմության կողմից։ Երեկ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը պատրաստվում են միասին հանրահավաք անցկացնեն, հանրահավաքի վերաբերյալ ինչ կասեք առաջիկա։ Կարող եմ մի բան դնել, մի րոպեանոց բանը դնեմ, հետո կասեմ, այդ իմաստով, որտեղ դա շատ կարևոր բան է։ Սա ես ասել եմ մոտավորապես 7-8 ամիս առաջ։ Բեզությունը չի կարելի 4 ամիս հետո փրկել։ 4 ամիս հետո փրկել։ Հասկանում եք, իմ ասածի իմաստը։ Այսինքն հարցը լուծենք, նոր 4 ամիս հետո պետք է փրկել, ախպեր ջան, ինչ եք ուզում։ Դες 1000 անգամ ասում եք, միլիոն անգամ ասում եք, մեր ձևով շարժմանը կհանի, արագից կհանի, քթոնի սվեժու ռոբոտ, ծածկացնի ու կընտրվի։ Այդ բանը գանգները չի մտնում արա։ Բեզությունը չի կարելի 4 ամիս հետո փրկել։ Ես ասել եմ 7-8 ամիս առաջ։ Եվ փաստորեն իրողություն դառավ, եւ պարոն Կարապետյանը ինքն էլ ընդունեց, որ սխալվել է, որ ընդդիմությանը համախմբում չեն կազմակերպել ընտրություններից առաջ։ Սա շատ բարդ խնդիր է, բայց այստեղ էր հաղթանակի բանալին։ Սա բարդ խնդիր է, բայց այստեղ էր հաղթանակի բանալին։ Հիմա Սամվել Կարապետյանը նախաձեռնում է նորից համախմբում։ Եթե այդ նորից համախմբման բանը պետք է լինի, լոզունգը պետք է լինի ուժեղ Հայաստան միայն Սամվել Կարապետյանի հետ, ապա ոչինչ չի ստացվի։ Ոչինչ չի ստացվի, ինչպես չստացվեց։ Ոնց ասում էին, միայն ուժեղ Հայաստան, միայն բառը ավելորդ էր, ավելորդ։ Եվ դա շատ մարդկանց մոտ բաներ առաջացնում, հակառակ ռեակցիաներ առաջացնում։ Եվ համախմբումը չեղավ ըստ էության։ Հիմա համախմբումը փորձում է կազմակերպել, դա շատ բան է։ Այսօր ես լսեցի
Վարդան Ղուկասյանի դոգի բանը ուղերձը այսպես կոչված Սամվել Կարապետյանի, որ նախաձեռնում է, բայց սենց բանես, ես ոնց կարամ այս մարդու հետ կլոր սեղան նստեմ, այս մարդու հետ կլոր սեղան նստեմ։ Հենց այդ բանիերը պետք է հաղթահարվի։ Եթե քաղաքական ուժերը կարողանան վեր կանգնել եւ լուծել առաջի հարցը պետք է դնել բոլորի առաջ, որ ոչ թե իշխանափոխություն, ոչ թե Նիկոլին հանենք, Սամվել Կարապետյանին դնենք, այլ առաջի հարցը պետք է լինի Նիկոլին հանել։ Այսինքն Նիկոլին հեռացնել իշխանությունից եւ եթե անել միասնական ուժերը, բոլոր այն ուժերը, ովքեր ուզում են փրկեն հայրենիքը։ Դերեք եւ երբ որ Նիկոլին հեռացվի իշխանությունից, այդ ժամանակ արդեն թող այդ ուժերը քաղաքական իմաստով իրար խարակիրյան, իրար փորթափեն եւ գան իշխանության արդար, թափանցիկ, հավասար պայմաններում, առանց վարչական ռեսուրսների, առանց ռեպրեսիվ ապարատի կիրառման, ներողություն։ Արյուն է հեղվելու։ Քաղաքական իմաստով չեք դասնում։ Պարոն Աղազարյան, երեք Սամվել Կարապետյանը իր ացուլիսում նաև կոչ արեց ընդդիմադիր գործիչներին, որ իրենց խորհուրդներ տալու փոխարեն մանդատները վերցնեն թե չվերցնեն, ավելի լավ է իրենց կողքին կանգնեն։ Դուք ունեք կուսակցություն, օրինակ պատրաստվում եք կրկին բանակցել իր հետ, հասկանալ ստեղծված իրավիճակում ինչ կարող եք դուք անել։ Ախր Ժիրար Սեֆիլյանը ինչի պիտի կանգնի Սամվել Կարապետյանի կողքին։ Սամվել Կարապետյանը ով է, որ Ժիրար Սեֆիլյանը պիտի կանգնի Սամվել Կարապետյանի կողքին։ Հովիկ Աղազարյանը ինչի պիտի կանգնի Սամվել Կարապետյանի կողքին։ Սամվել Կարապետյանը ով է, որ Հովիկ Աղազարյանը կանգնի Սամվել Կարապետյանի կողքին։ Ով է։ Դուք չգիտեք ով է, բարի։ Հետո եւ Գործարարներ Հայաստանում։ Այսինքն Սամվել Կարապետյանը ավելի ուժը քաղաքական գործը քաշ թե ես, հա։ Քաշ Ժիրար Սեֆիլյանը, հա։ Արաբ Պապյանը, հա։ Տեսանք Բևերը ինչքան ձայն հավաքեց, ուժեղ Հայաստանը ինչքան ձայն հավաքեց։ Դե տեսան, բա այդ ենք։ Բա մեկ էլ ենք ասում։ Եթե դու դες համախմբես, փոքրում ես չպիտի նայես։ Դու համախմբվեք, ոչ թե համախմբի։ Նիկոլ Փաշինյան հեռացեք իշխանությունից, հետո արի ընտրվի վարչապետ։ Ես ճանապարհ էինք առաջարկում 100%-ից, որ ինքը վարչապետ էր դառնում։ Քիչ համաձայնվեցին։ Հազար անգամ գրեցին բանալիք 100%-ից ճանապարհ, որ ինքը վարչապետ էր դառնում։ Քիչ համաձայնվեցին, որովհետև եթե հանգարցակ այդ ճանապարհով ինքը վարչապետ դառներ, դուք ասեիք, բայց всё բանը Աղազյան Հովիկի Հակոբյանը ասած է, լսես վարչապետ դառավ։ Չեն ուզում ոչ մեկին լսեն։ Ուզում են իրենք դևին սպանեն։ Իսկ ով որ դևին մենակ ասպանում, ինքը դառնա դև, ինձ պետք չի այդ դևը։ Այսինքն բացառում եք, որ նորից կբանակցեք ու բանակցել ես չեմ բանակցել, որովհետև ես իրանց համար շատ բանը փոքր մակարդակի մարդ եմ, իրանք հարց չեն համարել իմ հետ խոսալ, ես ոչ վիրավորված եմ, ոչ բան եմ, ես ոչ բանակցել եմ, ոչ բան։ Ես իմ տեսակետները, մենք կուսակցության տեսակետները գրել ենք հրապարակավ, հարմար կգտնեինք, թող բանան առաջնորդվեին, որը առաջ 100%-անոց ապահովում էր հնարավորություն իշխանության գալու։ Տեսակ 7 ամիս առաջ եմ ասել։ Հեռացնել հիմա ինչ անում Նիկոլ Փաշինյանը, հիմա ինչ անում։ Հիմա սոտկացնում է։ Պարոն Աղազարյան, ստեղծված իրավիճակում ըստ ձեզ վերցնել մանդատները թե ոչ։ Եթե Բարգավաճ Հայաստանը կմտնի խորհրդարան, ապա այո, վերցնեն։ Եթե Բարգավաճ Հայաստանը չի մտնի խորհրդարան, ապա պետք չի վերցնել։ Այսինքն այս չի մտնում փաստացի այս բարակը։ Չէ, դե ինչ եք ասում, հալա կարող համանական դատարանը կարող որոշի։ Այսինքն եթե Բարգավաճ Հայաստանը մտնում է խորհրդարան, ապա անպայման թող վերցնեն մանդատները, որտեղ 44 մանդատը դա մեծ, շատ մեծ ուժ է, պետք չի բանանել։ Իսկ եթե Բարգավաճ Հայաստանը չի մտնում խորհրդարան, այսինքն տեղի ունենում տիեզերական մասշտաբի արտառոց կեղծարարություն, զեղծարարություն եւ այլ, այդ դեպքում պետք չի մտնել։ Թող քաղաքացիական պայմանագիրը միայնակ փորձի ղեկավարի։ Պարոն Աղազարյան, ինչու եք Սահմանադրական դատարանի պես ակնկալիքներ հույսեր կապում, ի վերջո մենք տեսնում ենք կազմը ինչպիսին է, Հրայր Թովմասյանին հեռացնի, կարծես յուրայիններով կազմ են ձևավորել, ինչպես նույն դեպքը նաեւ Բարսագույն դատական խորհուրդում է։ Դե գիտեք ինչ կա, բոլոր դեպքերում դու պարտավոր ես պետության կողմից նախատեսված բոլոր հասակ իրավական նորմերով առաջնորդվես։ Հակառակը դերասացի հակառակը միանգամից փողոց գեներացնելն է։ Փողոց, երբ որ ես ասում էի, որ Նիկոլ Փաշինյանը էլի իմ հարցազրույցներում ասել եմ կդիմի ուժային մեթոդների, ռեպրեսիվ մեթոդների, ասում էին հեղափոխական վիճակ կառաջանա, պարոն Աղազարյան։ Ո՞վ է հելնելու փողոցը սուր։ Այսօր չեն հելնի փողոց։ Վաղը կարան հելեն։ Հիմա կասեմ ես վաղը երբ է։ Այսօր չեն հելնի փողոց, որովհետև այն 100 հոգին, որ փակ գաղտնի քվեակությամբ ձայնը տվել Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, իրաց ղեկավար ուժերին կներեք, Գագիկ Ծառուկյանին, իրաց կոչով այդ 100 հոգուց 2 հոգի հազիվ դուրս գան փողոց։ Նիկոլ Փաշինյանը չի ասում, ասում հելեք ախպեր, հելեք հեղափոխություն արեք։ Այսինքն նկարի բոլորին փողոցում ակտիվներին ջոկի, որտեղ հելել անեցի, որ 5 տարի հետո մասին է մտածում Նիկոլ Փաշինյանը, ոչ թե իրաց նման մի ժամվա մասին։
Ավելի լավ է։ Ում։ Հարկավոր է լսել իմ խորհուրդները։ Պարոն Աղազարյան, այսինքն չկա այն առաջնորդը, որը փողոցային շարժումը կարա ղեկավարի ու Այսօր չկա այդ առաջնորդը, որ փողոցային շարժում կարա գեներացնի, որովհետև նորից եմ ասում, այս ռեպրեսիվ ճնշումների պայմաններում մարդիկ կան հանգստանան փողոց դուրս գան ուղղակի, որովհետև Նիկոլ Փաշինյանը ասում է դուրս եկեք, բան հեղափոխություն արեք, ինքը իրականում հրահարում է, որպեսզի ակտիվիստներին բանալի հավաքի փողոց նկարի եւ այլ հետո հարցերը լուծի։ Հիմա տեսեք երբ կարա փողոցը գեներացվի։ Շատ իմ տանոց մոտիկ մարդիկ ձայնետվել են քաղաքացիական պայմանագրին։ Երբ որ ես զրուցել եմ, ասել եմ, բայց չեք անհանգստանում արդյոք որ Նիկոլ Փաշինյանը ստիպված պետք է լինի այդ փախստականը, այսպես կոչված ադրբեջանցի փախստականի վերադարձի հետ կապված փաստաթուղթ ստորագրի։ Ես մի լավ էլի, պարոն Աղազարյան։ Ասեմ լավ էլի չի։ Ենթադրենք այսօր դու համոզվում ես, որ դա այդպես է լինելու։ Ասում եմ դուք ձայն չեմ տա։ Բայց այդ մարդիկ ձայն են տվել։ Հիմա երբ որ գա այդ իրավիճակը, այդ մարդիկ է դուրս գան փողոցը։ Բայց կողմն Հա, այդ մարդիկ է դուրս գան, որովհետև դա անընդհատ է։ Հիմա 3-4 օր արդեն եղել է, չէ՞, որ դու բատում ես, բանա հարարողությունը բարձրաստիճան պաշտոնյաներ, ադրբեջանցի բարձրաստիճան նախարար, մեջլիսի փոխնախարար։ Հալը չի հասել։ Հասնի ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվի ստորագրի այդ փաստաթուղթը։ Պարոն Աղազարյան, Այդ կներեք, այդ կլինի վաղը, որ ասում եմ, այսօր հնարավոր չի, վաղը հնարավոր կլինի։ Անկլավների հետ կապված էլ կարող ապատել մի փոքրիկ բան լինի, բայց արդեն անկլավների հետ կապված ժողովուրդը հաշտվել է։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարեց, որ իր իշխանության օրոք ոչ մի հատ ադրբեջանցի Հայաստան չի գալու, այսինքն դուք իր խոսքերին չեք վստահում։ Բեսի խոսքերին վստահում եմ, ինքը կստորագրի, 5 տարի իշխանության չի լինի եւ ժամանակ գացեն կգան։